Գեղամ Նազարյան։ Պարոն Հովակիմյան, հանձնաժողովում մենք այս մասին խոսել ենք, հիմա ուզում եմ մեկ այլ ձևով այս նույն հարցը տալ։ Տեսեք, մենք ասում ենք, որ Հայաստանում պատգամավոր կարող է լինել Հայաստանի քաղաքացիություն ունեցող, բայց այլ երկրի քաղաքացիություն չունեցող եւ վերջին 4 տարում Հայաստանում ապրող մարդ։ Այդ դեպքում մենք ինչու ենք թույլ տալիս, որ մեր կյանքի ընթացքը որոշեն մարդիկ, որոնք Հայաստանում չեն ապրում, թեկուզ եւ Հայաստանի անձնագիր ունեն։ Այդ մարդը ինչու պետք է որոշի, ես կամ իմ ընտանիքը ինչպես պետք է ապրենք։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Ազան։ Պարոն Ազան, մենք չենք թույլ տալիս, սահմանադրությունն է արձանագրում, թե սահմանում, թե ովքեր կարող են քվեարկել։ Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ունեն ընտրելու եւ հանրաքվեին մասնակցելու իրավունք։ Այսինքն սա ամրագրված է սահմանադրությամբ 48 հոդված եւ ընտրական օրենսգիրքն էլ ընդհանրապես, այսպես ենք, ապահովում է այս իրավունքի իրացումը։ Եվ սահմանադրությունը մեր քաղաքացիներին չի արգելում ազատ տեղաշարժվել, այդ թվում դրսում ապրել եւ ընդհանրապես մեր օրենսդրությունը պահանջում է, որպեսզի մեր քաղաքացիները քվեարկելու համար լինեն Հայաստանի Հանրապետությունում, գնան տեղամաս եւ քվեարկեն։ Իսկ թե իր կյանքի որ մասը մեր քաղաքացիները, ասենք, Հայաստանում են անցկացնում, թե արտերկրում, այս խնդրին սահմանադրությունը տարանջատում, այսինքն քաղաքացիների միջև տարանջատում, այդպիսի տարանջատում չի ու հաշվառում այս հանգամանքը, որ օրենքով էլ չի կարող, նույնիսկ սահմանադրական օրենքով էլ նման տարանջատում, այսինքն չգիտեմ, բնակության ցենզով պայմանավորված թույլ չտալ քվեարկելու չի կարող լինել, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, եթե գտնվում է Հայաստանի Հանրապետությունում քվեարկության օրը, նա իրավունք ունի քվեարկել եւ սա աներկբա է։ Կարծում եմ բավարարեցի ձեր Արձագանք։ Ոչ, պարոն Հովակիմյան, չբավարարեցիք, որովհետեւ դուք լինելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, դուք պարտավոր եք այս ձեր գործունեության տարիներին առաջարկ ներկայացնել սահմանադրական փոփոխության, որովհետև օտարերկրյա քաղաքացին, այն էլ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող մարդը, որը նաև չի բնակվում Հայաստանի Հանրապետությունում, իրավունք չունի որոշել բացառապես Հայաստանի քաղաքացիություն ունեցող, Հայաստանի հանդեպ իր բոլոր պարտքը կատարող եւ Հայաստանում մշտապես ապրող մարդու ճակատագիրը չի կարող, դա անհեթեթություն է եւ չկա տենց բան աշխարհում։ Մենք որպես ազգ, պետություն, կամ որ ասում եք հավասար են բոլորը, բայց այդ դեպքում թողեք ով քաղաքացիություն օտարերկրյա ուրիշ երկրների քաղաքացիություն ունի կամ այլ երկրում ապրում, երբ գա այդ օրը Հայաստանի Հանրապետություն եւ ընտրվի պատգամավոր, բախի չեք թողում։ Ինչու այդ հարցը ձեզ մոտ կառավարությունում չի առաջանում։ Պարոն Ազան, սկսեմ այնտեղից, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանադրության հետ կապված առաջարկներ ներկայացնելու իրավունք չունի, այսինքն նման լիազորություն օժտված չի։ Մենք ընտրական օրենսգիրքը մեզ հնարավորություն է տալիս ազգային ժողովին եւ կառավարությանը ընտրական օրենսգիրքի բարելավման հետ կապված առաջարկություն է ներկայացնել։ Սա ուղղակի, այսինքն նույնիսկ եթե ձեր այդ համակարծիքը լինեի, նման իրավունք չունենք։ Բայց պիտի ասեմ, որ ես ձեր այդ համակարծիք չեմ այն տեսանկյունից, որ մենք մեր քաղաքացիներին ենք դիտարկում։ Երկքաղաքացիությունը մեր սահմանադրությունը չի արգելում։ Եվ տվյալ դեպքում մեր քաղաքացիներին, երբ որ ընտրելու իրավունքը չի սահմանափակում, որտեղ
չի քվեարկելու իրավունքի տեսանկյունից մեր քաղաքացիները հավասար են։ Սահմանադրությունը իրավունքների տարանջատում նախատեսում է բացառապես միայն արդեն ընտրվելու հետ կապված